Ալեքսանդր Մինասյանը կներկայացնի Բեռլին Արտ Հոթելի անցած ուղին կադրերով։ Այդ ուղին արդեն 30 տարվա պատմություն ունի։ Գյումրու մշակութային քարտեզի վրա առանձնահատուկ տեղ զբաղեցնող Բեռլին Արտ Հոթելը 30 տարեկան է։ Սոցիալական ձեռնարկատիրության այս եզակի օրինակը ծնվեց 1996 թվականին հետերկրաշարժյան ծանր պայմաններում, բայց տարիների ընթացքում դարձավ ոչ միայն հյուրանոց, այլև մշակութային, կրթական եւ սոցիալական կենտրոն։ 96 թվականի փետրվարի 26-ին մենք հիմնեցինք Հայաստանում առաջին սոցիալական ձեռնարկությունը։ Այսինքն ամբողջ շահույթը տրամադրվում է սոցիալական ծրագրերի համար։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո գերմանական աջակցությամբ Գյումրիում հիմնադրվեց Բեռլին Մոր եւ մանկան կենտրոն պոլիկլինիկան, գերմանական Կարմիր խաչի եւ Բեռլինի բնակիչների նվիրատվություններով։ Կառույցի մի հատվածը նախատեսված էր որպես ցերեկային ստացիոնար, սակայն առանձնական սահմանափակումների պատճառով այն չէր գործում։ Համահիմնադիր տնօրեն Ալեքսանդր Մինասյանի խոսքով անհրաժեշտ էր գտնել կոմերցիոն լուծում, որը կպահպաներ շենքը եւ կապահովեր պոլիկլինիկայի շարունակական գործունեությունը։ Մտածում ենք ինչ կարելի է ստեղծել կոմերցիոն, որպեսզի մենք կարողանանք պահել, որտեղ Կարմիր խաչը գնալու էր, արդեն Գերմանիայի Կարմիր խաչը։ Եվ երկար տարբեր բաներ փորձելուց հետո որոշեցինք հյուրանոց բացել եւ մենք մեզ անվանում ենք հյուրանոց պատկերասրահի մեջ, որտեղ մեր բոլոր պատերին, եթե նկատել եք, պես տարածք չունենք, որը արվեստի համար չլինի։ Չնայած սկզբնական դիմադրությանը 1995-ին գաղափարը ստացավ այն ժամանակվա առողջապահության նախարար բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արա Բաբլոյանի աջակցությունը, իսկ արդեն 1996 թվականին ստեղծվեց Հայաստանում առաջին սոցիալական ձեռնարկատիրություններից մեկը ամբողջ շահույթը սոցիալական ծրագրերին ուղղելու սկզբունքով։ Եթե մենք առաջներում ասում էինք գնանք Ծաղկաձոր, գնանք Ջերմուկ, գնանք Դիլիջան, գնանք Սևան, անցած օրը իմ փոքր որդին իր ընտանիքով ասեց այս տարի դեռ չենք եղել Գյումրի, այս տարի նոր սկսում։ Այն մարդիկ, ովքեր որ այստեղ նստած են, հողին հավասարացված Գյումրիից, Գյումրի ստեղծեցին, պահեցին շունչը Գյումրիի։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն իր խոսքում հիշեցրեց 1996 թվականի պայմանները, պատերազմից եւ ավերածություններից դեռ ուշքի չեկած քաղաքում հյուրանոց հիմնելը համարձակ քայլ էր։ 96 թվականի համար զբոսաշրջային գերություն կամ հյուրանոց անհավատալու, անհավանական էր, որովհետև մարդը երեխաները տերտանակներում ու վրաններում էին դպրոցներ գնում եւ շատ ամուտեվաններ կային, որոնք ուղղակի կացավար չունեին։ Այսօր Բեռլին Արտ Հոթելը հայտնի է որպես հյուրանոց պատկերասրահում։ Բոլոր սենյակները, միջանցքներն ու սրահները ձևավորված են գյումրեցի ժամանակակից արվեստագետների աշխատանքներով։ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանության զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուդերփելցի խոսքով հյուրանոցը հատուկ նշանակություն ունի գերմանական ներկայացուցչության համար։ Նադրումից ի վեր երկար ճանապարհ է անցել Բեռլին Արտ Հոթելը։ Եղել են բազմաթիվ վերելքներ եւ այրեջքներ, բայց կարծում եմ ամենակարևորն այն է, որ հյուրանոցը պարզապես զբոսաշրջիկների համար գիշերելու վայր չէ, այն շատ ավելին է։ Գերմանացի գործընկերների խոսքով հյուրանոցը իր շարունակական նորամուծություններով մարտակենտրոն աշխատելավարժ ունի, ինչը լավ օրինակ է տարածաշրջանի համար։ Մենք հարցնում ենք տնօրենին, թե ինչ կարիքներ կան եւ փորձում ենք միջոցներ գտնել այդ կարիքները ֆինանսավորելու համար։ Բացի այդ, մենք զբոսաշրջային խմբեր ենք ներգրավում աջակցելու հյուրանոցին եւ քաղաքին։ Մենք միշտ ասում ենք, ձեր գիշերակացով բարի գործ եք անում այս սոցիալական պոլիկլինիկայի համար։ Մենք նաև սիրում ենք այս մշակութային մթնոլորտը, նկարները, այգին, ինչպես նաև գերմանական եւ հայկական մշակույթների կապը։ Մոտ ապագայում պոլիկլինիկան նախատեսվում է տեղափոխել այլ մասնաշենք, իսկ ներկայիս տարածքում քննարկվում է ժամանակակից դիագնոստիկ կենտրոն ստեղծելու գաղափարը գերմանական բժշկական կենտրոնների հետ համագործակցությամբ։ Նախաձեռնությունն ուղղված կլինի սոցիալական եւ առողջապահական ծառայությունների ընդլայնմանը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները բերել պարտադիր ապահովագրության դաշտ։ Փոխնախարարը ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում ներկայացրեց, որ մարտի 1-ի դրությամբ հաշվառված է երկանիվ 2594, եռանիվ 29 մոպեդ, 127 տրիցիկլ եւ քվադրիցիկլ։
թե տեխնիկական միջոցներով, թե բարեկային ծառայության ուրեմն ուժերով վերահսկողություն պետք է իրականացվի այդ մեթոդներով, բացի այդ մենք սահմանել ենք նրանց պարտադիր հաշվառման պահանջ, այսինքն նույնականացուցիչ գոյություն կունենա, ունի արդեն նույնականացուցիչ եւ ուրեմն նույնականացվելու է եւ պատասխանատվություն է սահմանվելու այս նույն գործիքակազմով ինչ որ այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ մեծ մեքենավարողները չեն էլ նկատում փոխքից անցնողները, նրանք ոնց ուզում քշում են։ Ավելին, նրանք նաև հարմարվել են մեր իրականությանը, որովհետեւ խուսափեն պատասխանատվությունից, հետևի համարները ծռում են։ Սա նույնականացուցիչն է եւ անհրաժեշտ է որպեսզի այդ նույնականացուցիչը լինի հստակ երևացող, որպեսզի կարողանանք պատասխանատվության միջոց կիրառել, բայց հենց այս կարգավորումը, որը մենք ընդունում ենք, այսինքն պարտադիր ապահովագրություն ենք սահմանում, սա եւս կարծում եմ մեկ խթան է, որպեսզի այս դաշտը գա վերահսկելիության տիրույթ։ Գեգամ Մանուկյանը փոխնախարարին հարց ուղղեց էլեկտրոմոբիլների ձիաուժերի անհամապատասխանության վերաբերյալ։ Tesla X մեքենայի մարդը 250,000 դրամ վճարել է, ձիաուժը իջեցրել է, ինքը գույքահարկը ավելի քիչ է վճարում։ Մնացած նույն մեքենաները ձիաուժը ավելի շատ են վճարում։ Այսինքն եթե մի մեքենային տեստ են անում, համարում են այս մոդելի մեքենայի ձիաուժը ցածր է, հնարավոր չի դա տարածվի բոլորի վրա։ Կառավարությունում եւս այս ուղղությամբ քննարկումներ են իրականացվում, այստեղ մենք ունենք ԵԱՏՄ-ի պահանջներին համապատասխանության խնդիր, որովհետեւ ԵԱՏՄ-ի ուրեմն օրենսդրությունը ենթադրում է, որ մենք պետք է ունենանք միասնական էլեկտրոնային անձնագրեր այս մասով, եւ մենք տեխնիկական հնարավորությունների խնդիր ունենք։ Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել համապատասխան կառավարության որոշման փոփոխության նախագիծ։ Պաշտպանության փոխնախարարը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը, որում վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։ Վստահաբար ատեստավորում անցած են նաեւ այն զորամասերի հրամանատարական կազմի անդամները, որտեղ վերջին շրջանում դժբախտ դեպքեր են տեղի ունենում։ Բարձրաձայնեց Գեգամ Մանուկյանը։ Սա տիպիկ օրինակներից մեկն է, թե ոնց ատեստացիան, աշխատավարձի բարձրացումը եւ իրականությունը իրար հետ փոխկապակցված չեն։ Մենք եւս շատ մտահոգված ենք յուրաքանչյուր դեպքով, բնականաբար կարծում եմ, որ լրիվ եւ բազմակողմանի քննության արդյունքներով վեր կհանվեն այդ դեպքի բոլոր մանրամասներն ու նպաստող պայմանները։ Եթե մենք նայում ենք կատարված աշխատանքը, արձանագրված դեպքերի վիճակագրությունը եւ դեպքերի նվազումը, բնականաբար դրա մեջ նաև սպաների կողմից լավ աշխատանքի արդյունքն է ամփոփված, միգուցե տվյալ զորամասում եղել է թերություն, դա քննությունը կպարզի, բայց նախորդ տարվա ցուցանիշները մեզ կարող են հուշել, որ բնականաբար սպաների կողմից իրենց կատարած աշխատանքների արդյունքները նաև իրենց բարձրացության հետ կապ ունեն։ Ընդդիմադիր падգամավորին մտահոգող հաջորդ հարցը վերաբերում էր մի քաղաքացու, որը ծառայել է բանակում, հետագայում այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերել, բայց հրավիրվել է վարժական հավաքների։ Հիմա այդ տղեն որ կա, Արթուր Չախոյան, քրեական գործով անցնում է։ Այսինքն հիմա ոչ թե այդ մարդու վարժական հավաք տանել չտանելու հարցն է, այլ կանոնակարգումն է։ Կարծում եմ պարոն Չախոյանի ներկայությունը չի փրկելու այդ խնդիրը եւ ինքը թող կարգավորի իր իրավական հարցերը։ Ընդ որում իրավական խնդիր էլ չկա, պարզվում է։ Եթե ինքը քրեական գործով անցնում է, ընդհանրապես խնդիր չկա տանել չտանելու։ Նոր ընդդիմադիր սերունդը դուրս եկել, որը շատ խառը վերաբերմունք ունի զինվորական ծառայության նկատմամբ, որ զինվորական ծառայության են կանչում կամ չգիտեմ վարժական հավաքների են կանչում, դա հետապնդում են համարում։ Ժողովուրդ ջան, բոլորիս պարտքն է։ Ամեն մեկս մեր տեղը ծառայել ենք։ Ամեն մեկս մեր տեղը ծառայել ենք։ Հիմա հասկացանք, ինչ որ նոր ընդդիմադիր վայ առաջնորդա դուրս եկել, երկու աղբեր 4 տղա ունեն, ոչ մեկը բանակ չի ծառայել, այն մեկն է բանա։ Ինչ որ տեղեկանքով ազատվել է բանակից, հիմա կրկնակի բուժզննության են կանչում, չի գնում։ Քննարկված բոլոր նախագծերը դրական եզրակացություն ստացան։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը շարունակում են թիրախավորել Իրանի տարբեր հատվածներ, ռմբակոծելով երկրի բալիստիկ հրթիռների հետ կապված օբյեկտները եւ ռազմանավերը։ Իրանում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը, նրանց շարքում են տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հրամանատարներ, այդ թվում երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Իսրայելում շուրջ 10 մարդ է զոհվել, ԱՄՆ-ն հայտնել է 3 զինծառայողի մահվան մասին։ Նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով զոհերի թիվը կարող է աճել։ Մենք սգում ենք մեր ազգի համար մեծագույն զոհողություն արած ամերիկացի իսկական հայրենասերների մահը։ Ցավոք հավանական է, որ լինեն ավելի շատ զոհեր, մինչև այս ամենը կավարտվի, բայց Ամերիկան վրեժ կլուծի նրանց մահվան համար եւ պատժի չարված կհասցնի ահաբեկիչներին, որոնք ըստ էության պատերազմ են հրահրել քաղաքակրթության դեմ։ Թրամփի պնդմամբ հեռահար հրթիռներով եւ միջուկային զենքով զինված իրանական վարչակարգը մեծ սպառնալիք կլիներ յուրաքանչյուր ամերիկացու համար։ Նա էպիկական ցասում գործողությունն անվանել է ամենախոշոր եւ ամենաբարդ ռազմական գործողություններից մեկը, որի ընթացքում Իրանում խոցվել են հարյուրավոր թիրախներ, սպանվել է բանակի հրամանատարությունը։ Մարտական գործողությունները շարունակվում են ամբողջական ուժով եւ դրանք կշարունակվեն մինչեւ մենք չհասնենք մեր բոլոր նպատակներին։ Մենք շատ լուրջ նպատակներ ունենք։ Թրամփը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ նպատակներ է հետապնդում Վաշինգտոնը, սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, Իրանի զինվորականներին եւ ոստիկանությանը կոչ է արել վայր դնել զենքերը եւ ստանալ անձեռնմխելիություն կամ մահանալ։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, եթե Միացյալ Նահանգների նպատակն Իրանում վարչակարգի փոփոխությունն է, ապա դա անիրագործելի է։ Նա հավելել է, Իրանը միշտ պատրաստ է եղել բանակցությունների։ Արաղչին նաեւ բացատրել է հարվածները տարածաշրջանի երկրներին, շեշտելով Իրանը միայն արձագանքում է իր դեմ հարվածներին։ Մենք Պարսից ծոցի մյուս կողմում գտնվող երկրների հետ ոչ մի խնդիր չունենք։ Այն, ինչ մենք անում ենք, ինքնապաշտպանություն է եւ հակահարված մեր դեմ ամերիկյան ագրեսիային։ Մենք չենք հարվածում Պարսից ծոցում մեր բարեկամներին, չենք հարվածում մեր հարևաններին։ Անշուշտ մենք չենք կարող հարվածել Միացյալ Նահանգների տարածքում որևէ թիրախի, հետեւաբար պետք է հարվածենք տարածաշրջանում նրանց ռազմաբազաներին։ Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանի զինվորական ստորաբաժանումները գործում են կենտրոնական կառավարությունից անկախ, ըստ նախապես տրված հրահանգների։ Նրա խոսքով զինված ուժերին խնդրել են զգույշ լինել իրենց թիրախների ընտրության հարցում։ Չնայած Իրանը հայտնել է, որ թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները, սակայն հարվածները հասել են նաև ռազմական օբյեկտներից դուրս գտնվող տարածքներին, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում։ ԱՄՆ-ն, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ն համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իրանի հարվածները հարևան երկրներին։ Իսլամական Հանրապետության գործողությունները վտանգավոր էսկալացիա են, որը խախտում է բազմաթիվ պետությունների ինքնիշխանությունը եւ սպառնում տարածաշրջանային կայունությանը։ Քաղաքացիական անձանց եւ ռազմական գործողություններին չմասնակցող երկրների թիրախավորումն անզգույշ եւ ապակայունացնող վարքագիծ է։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան հայտարարել են, որ պատրաստ են աշխատել Միացյալ Նահանգների եւ գործընկերների հետ կանգնեցնելու Իրանի պատասխան հարձակումները։ Իրանի անխոհեմ հարձակումները թիրախավորել են մեր մերձավոր դաշնակիցներին եւ սպառնում են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց ամբողջ տարածաշրջանում։ Իրանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այս անխոհեմ հարձակումները։ Քայլեր կձեռնարկենք տարածաշրջանում մեր եւ մեր դաշնակիցների շահերը պաշտպանելու համար, հնարավոր է անհրաժեշտ եւ համաչափ պաշտպանական գործողությունների միջոցով ոչնչացնելու հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր արձակելու Իրանի կարողությունները հենց գետնի վրա։ Իր հերթին Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ բավարարել է ԱՄՆ-ի խնդրանքը եւ թույլ կտա բրիտանական ռազմակայաններն օգտագործել Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված օբյեկտներին հարվածելու համար։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, Բրիտանիան չի միանա Իրանի դեմ հարձակողական գործողություններին։ Զուգահեռ Շահեդ անօդաչու թռչող սարքով թիրախավորվել է Կիպրոսում բրիտանական ռազմաբազան։ Ըստ Կիպրոսի նախագահի պատճառվել է չնչին նյութական վնաս։ Նիկոս Քրիստոդուլիդեսը շեշտել է, երկիրը մտադիր չէ որևէ ռազմական գործողության մաս կազմել։ Ռազմական գործողությունները տարածվել են նաև Լիբանանում։ Ի պատասխան Ալի Խամենեիի սպանության Հզբոլլահ շարժումը հրթիռներ է արձակել իսրայելական սահմանի ուղղությամբ։ Իսրայելն էլ հարվածներ է հասցրել Բեյրութին, իսկ Լիբանանի արևելյան եւ հարավային շրջանների 50 գյուղի բնակիչներին տարհանման հրահանգ է տրվել հնարավոր հարվածներից առաջ։ Բեյրութի արվարձաններում իսրայելական գրոհի հետևանքով 20 մարդ է զոհվել, 90-ից ավելին վիրավորվել, իսկ Լիբանանի հարավում կա ավելի քան 10 զոհ, մոտ 60 վիրավոր։ Իրաքի շիա աշխարհազորային խմբավորումներից մեկն էլ հայտարարել է, որ թիրախավորել է Բաղդադի օդանավակայանում տեղակայված ամերիկյան զորքերը ի պատասխան Ալի Խամենեիի սպանության։ Հարվածներ են հասցվել նաև Էրբիլում գտնվող ամերիկյան ավիաբազային։ Ինչ վերաբերում է ԱՄՆ ռազմական գործողություններին, նախագահ Թրամփը Daily Mail-ի հետ զրույցում հնարավոր է համարել, որ դրանք կշարունակվեն մոտ 4 շաբաթ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իրանական կողմը ցանկանում է բանակցել իր հետ։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին արձագանքել է այս հայտարարությանը, շեշտելով.
պատերազմը Թեհրանը չի սկսել եւ չի բանակցի Միացյալ Նահանգների հետ։ Գավառ Նովորոսիսկ եղբայր քաղաքների գործակցության շրջանակներում Գավառ քաղաքային այցելել Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի հերոս քաղաք Նովորոսիսկի պաշտոնական պատվիրակության անդամները քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոյի գլխավորությամբ։ Պատվիրակությանը Գավառի համայնքապետարանում ընդունում է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Добро пожаловать в наш город, побратимый город, мы рады нашему дорогому гостю։ Պաշտոնական ընդունելությունից եւ հուշանվերների հանձնումից հետո ներկայացվում է Գավառ համայնքի ընդհանուր նկարագիրը, այնուհետև համայնքապետարանի ղեկավար կազմի եւ համապատասխան ոլորտային պատասխանատուների հետ քննարկվում են туриզմի, սոցիալական, կրթամշակութային, երիտասարդության, հասարակայնության հետ կապերի եւ այլ ոլորտներում հնարավոր գործակցության հեռանկարները։ Նովորոսիսկի պատվիրակության կազմում էին Նովորոսիսկ քաղաքի հայկական ազգային մշակութային Լույս հասարակական կազմակերպության նախագահ Վլադիմիր Մխիթարյանը, Նովորոսիսկի քաղաքապետարանի եւ հայկական համայնքի կրթամշակութային, երիտասարդական, հասարակայնության հետ կապերի հարցերով պաշտոնյաներ ու պատասխանատուներ։ Նրանք ծաղիկներ են խոնարհում 2025 թվականի աշնանը Սամվել Քոչարյանցի պուրակում տեղադրված ազգությամբ հայ ռուսական նավատորմի ծովակալ Նովորոսիսկի ազատագրման գործում մեծ ավանդ ունեցող Լազար Մարկոսի Սերեբրյակովի հուշատախտակին։ Ծաղիկներ են խոնարհվում նաև անվանի գավառցի կոնստրուկտոր, խորհրդային շրջանի ինժեներ էլեկտրիկ, ատոմագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր Սամվել Քոչարյանցի կիսանդրուն։ Պատվիրակության անդամները այցելում են նաև Գավառի մշակույթի տուն, ծանոթանում վերջերս հիմնանորոգված դահլիճի հնարավորություններին, որտեղ նախատեսվում է այս տարի ժամանակակից կինոդահլիճ ունենալ։ Գավառի մշակույթի տան տնօրեն Լիաննա Միքայելյանին Նովորոսիսկի քաղաքապետի մակագրությամբ գիրք հուշանվեր է հանձնվում։ Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում էլ այցը նշանավորվում է դերասանների ու աշխատակազմի հետ ծանոթությամբ։ Տնօրեն Հայկ Ղափանցյանը ներկայացնում է թատրոնի ստեղծագործական ու աշխատանքային առօրյան, ինչպես նաև թատրոնի տեխնիկական հնարավորությունները։ Գավառի ավագ դպրոց կատարած այցի շրջանակներում պատվիրակության անդամները ծանոթանում են կրթական ծրագրերին, դպրոցի գրադարանի գործունեությանը եւ նվիրատվությամբ համալրում գրաֆոնդը։ Նրանք մասնակցում են նաեւ հայերեն եւ ռուսերեն դասերին, շփվում աշակերտների ու մանկավարժների հետ, բացահայտում են ընդհանրությունները, արտահայտում իրենց ոգևորությունը ռուսաց լեզվի նկատմամբ աշակերտների իմացության եւ հետաքրքրվածության առթիվ։ Արցվաքարում գործող Միքայելյանների պանրի արտադրամասում էլ ներկայացվում է արտադրանքի տեսականին ու առանձնահատկությունները։ Հյուրերը ներկայացնում են իրենց դիտարկումները առանձնահատուկ արտադրանքի եւ դրա կազմակերպման առթիվ։ Այց է կատարվում նաև Գանձակ բնակավայրի ռուսական կենտրոն, որը գործում է 2023 թվականից։ Կենտրոն հաճախող սաները ներկայացնում են Գավառ Նովորոսիսկ բարեկամության պատմությունը, իրենց ունեցած տեղեկությունները Նովորոսիսկ քաղաքի եւ այնտեղ բնակվող հայերի մասին։ Այս ամենը զուգակցվում է թեմատիկ գեղարվեստական կատարումներով։ Мы познакомились с вашими замечательными детьми. Ծանոթացանք այս հրաշալի երեխաների հետ, ովքեր հիանալի գիտեն եղբայր քաղաքների բարեկամության պատմությունը։ Ես վստահ եմ, որ մենք զարգացնելու ենք մեր սերտ եւ ջերմ բարեկամական հարաբերությունները։ Գավառ կատարած այցը եզրափակվում է Գավառի գեղարվեստի դպրոցում։ Այստեղ հյուրերը ծանոթանում են գործող խմբակներին եւ երեխաների ստեղծագործություններին։ Շնորհակալ եմ Գուրգեն Մարտիրոսյանին ջերմ ընդունելության համար։ Մենք բացահայտեցինք Գավառը, ուր շատ է առաջադեմը, հետաքրքիրը։ Շատ բան տեսանք, բայց շատ բաներ էլ դեռ պետք է բացահայտենք հետագա այցերի ընթացքում։ Մեր պատվիրակությունը տպավորված է եւ եւս մեկ անգամ համոզվեցինք, որ հայերը լավ մարդիկ են։ Меня точно разожглось сегодня еще сильнее пламя любви, пламя. Ինձ այսօր համակեց սերը Գավառի, հայ ժողովրդի եւ մեր հարաբերությունների նկատմամբ։ Ես հավատացած եմ, որ երկկողմ ջանքերով մեր բարեկամությունը կդառնա ավելի ուժեղ։ Նովորոսիսկի պատվիրակությունը Գավառից հեռանում է տպավորված բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները տնտեսական, կրթամշակութային, туриզմի եւ հնարավոր այլ ոլորտներում ընդլայնելու ակնկալիքով։ Կես միլիարդ դրամը գերազանցող բյուջե, շուրջ 2 տարի շինարարություն։ Քաջարանի թիվ 1 մանկապարտեզը նոր ուսումնական տարում կընդունի 120 սան։ Աշխատանքները կատարվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում։
Ընթացքին հետևողն այս անգամ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն էր։ Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող Դավիթ Խուդատյանին հետաքրքրել էին շենքի ինժեներական լուծումները։ Տեխնիկական հսկողություն իրականացնող անձնակազմը, որակի հետ կապված ավելի մանրամասն տվյալներ կասի, այն ինչ որ մենք տեսանք, այո, բավական լավ որակով է աշխատանքներ իրականացրել, քննարկեցինք նախագծային լուծումները, որովհետև այս նախագծով մանկապարտեզ նախկինում այլ տեղերում չենք ունեցել կառուցվող եւ ասա որ նախագծում բազմաթիվ լուծումներ կային, որոնք հետաքրքիր էին, մասնավորապես վերևի հարկի հատվածը, երբ որ առաստաղը ստանդարտից ավելի բարձր է, ինչը ավելի լուսավորություն է տալիս եւ ավելի հետաքրքիր միջավայր կարող է դառնալ երեխաների համար այլ նպատակով օգտագործելու, մասնավորապես դահլիճ կամ մարզահրապարակ։ 3 վերգետնյա 1 նկուղային հարկ, տիպային մանկապարտեզի շենքը հագեցած կլինի ժամանակակից բոլոր հնարավորություններով։ Մնացել է ներքին հարդարման աշխատանքները կատարենք ներսում, պատերի ներքում վինիլային աշխատանքներ, դռներ, պատուհաններ արդեն դրված են, շատ քիչ աշխատանքներ է մնացել։ Հաջորդ նախաուսումնական հաստատությունը Լեռնաձոր գյուղինն է։ 1972 թվականին կառուցված շինության հիմնանորոգման համար կառավարությունը շուրջ 60 միլիոն դրամ է հատկացրել։ Վերանորոգումից հետո այստեղ 20-ի փոխարեն կընդունեն 30 սան։ Ընդհանուր շենքի համար կար խնդիրներ, որը պետք է վերանորոգվեր, նամանավանդ շենքի յետնամասը եւ խաղահրապարակ չունեինք, բնականաբար նաեւ բակի առումով խիստ վերանորոգման կարիք ունեինք։ Ինչու՞ չէ, նաեւ սանհանգույց չունեինք վերևի մասում, միայն առաջի հարկում էր։ Սյունիքի բոլոր բնակավայրերում ունենալ ժամանակակից հնարավորություններով մանկապարտեզներ, սա սկզբունքային է, ասում է մարզի ղեկավարը։ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով կառուցվել, նորոգվել ու կահավորվել են տասնյակ նախաուսումնական հաստատություններ մարզի բոլոր համայնքներում։ Աշխատանքների շուրջ 80%-ը ֆինանսավորվել է պետբյուջեից։ Համայնքները ունեն նաև այլ մանկապարտեզների առաջարկներ, որոնք որ սեղմ ժամկետներում հաստատվում եւ սկսվում են։ Կոնկրետ այս դեպքում նաև գիտենք, որ Քաջարանում անհրաժեշտ է եւս մեկ նոր մանկապարտեզ, շուտով համայնքը արդեն հայտը կներկայացնի եւ կկառուցվի նոր։ Ստապան համայնքում եւս Դավիթ Խուդատյանն առաջինը նախաուսումնական հաստատություն է այցելում։ Թիվ 2 մանկապարտեզը վերջերս է վերակառուցվել, պայմանները նախարարին գոհացնում են։ Դավիթ Խուդատյանն ու Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը քննարկում են Բաղաբերդ թաղամասում սուբվենցիոն ծրագրով եւս մեկ 250 սան հզորությամբ մանկապարտեզ ունենալու խոչընդոտող հանգամանքները։ Տեղակապման process-ում խնդիր է առաջացել։ Խնդիր է առաջացել, հիմա գրագրությամբ Մոսյունիքի մարզպետի աշխատակազմին դիմել է Խախշինին, ես էլ եմ բանավոր խոսել, իրանք պետք է հասկանան, մեզ տեղեկացնել։ Կապան այցի ավարտին պաշտոնյաները հասցրեցին տեսնել սուբվենցիոն ծրագրով վերանորոգված կամուրջներից մեկը եւ լինել համայնքապետարանի նոր շենքում։ Տարածքային կառավարման նախարարի այցը մեկնարկել էր Ագարակից, 2 օրում Դավիթ Խուդատյանը եղավ մարզի գրեթե բոլոր խոշորացված համայնքներում։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։ Հրաշքադարանն արկածային ստեղծագործություն է, որը պատանի ընթերցողին տանում է երևակայական աշխարհներ, միաժամանակ փոխանցելով գիտելիքի հաղթանակի գաղափարը։ Գիրքն առաջին անգամ ներկայացվեց Տավուշի մարզում։ Հեղինակ Նելլի Նովեմը հանդիպեց Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտներին քննարկելու ստեղծագործությունն ու պատասխանելու նրանց հարցերին։ Գիրքը ունի դաստիարակչական ուղերձ, նաև բացի այն, որ այն շատ արկածային, արագ զարգացող պատմություն է, բայց նաև ունի ուղերձ այն մասին, որ թե ինչքան կարևոր է ընթերցանությունը եւ ընթերցանության միջոցով ինչպես ենք մենք կարողանում հիշել ու պահպանել մեր ազգային արժեքները, պատմությունները, իմանալ, ծանոթանալ հերոսներին, որովհետեւ գրքում բացի իմ կողմից ստեղծված հերոսներից կան նաև մեր մշակույթի առասպելների, էպոսի, հեքիաթների հերոսներ, ում երեխաները ճանաչում են շատ լավ, կամ գրքի միջոցով եւ հետագայում կրթության միջոցով նույնպես կճանաչեն եւ այդպեսով ես նաև փորձել եմ ազգային որոշակի արժեքներ ներդնել գրքի մեջ եւ ցույց տալ որ պետք է իմանալ մեր պատմությունը, մեր գրականությունը, մեր մշակույթը եւ պետք է կարդալ ուղղակի։ Դպրոցականները նախապես ընթերցել էին գիրքը եւ արդեն ձևավորել իրենց հարցերն ու դիտարկումները։ Քննարկման ընթացքում նրանք կիսվեցին տպավորություններով, առանձնացրին սիրելի հերոսներին ու դրվագները, ինչպես նաեւ հետաքրքրվեցին գրքի ստեղծման գաղափարով։
Շատ ընկերներ ունեմ ու նրանց բոլորին էլ խորհուրդ եմ տվել, որ բոլորը գնան ձեռք բերեն այդ գիրքը ու կարդան։ Ես ավելի շատ հավանեցի այն հատվածը, երբ որ Տաթևը նոր էր տեղափոխվում գյուղ ու այդքան էլ չէր հարմարվել գյուղի պայմանների հետ, բայց հետո շատ հավանեց գյուղը։ Հրաշքադարանն արկածային պատմություն է, խորքային ուղերձ ունեցող ստեղծագործություն։ Մեծ ծանոթ հերոսները էպոսից, առասպելներից ու հեքիաթներից հայտնվում են նոր փորձությունների կիզակետում, դրսևորելով կամք, հավատ եւ խիզախություն։ Պատմությունը նաև ի հայտ է բերում մեր անցյալն ու ներկան իրար ձուլող անտեսանելի այն կապը, որը միակ ճանապարհն է դեպի լույսը, դեպի նոր նվաճումները։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանի 64-ամյա բնակչի Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողատարածքում ապօրինի իրականացվում են հանքարդյունահանման աշխատանքներ, ավազակոպճագլաքարային խառնուրդի դուրսբերում, վերամշակում եւ արդյունահանում, ինչի արդյունքում պետության եւ համայնքի օրինական շահերին պատճառվել է 2 միլիոն դրամի գույքային վնաս։ Սուգողական գործողությունների արդյունքում քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ավազի կուտակումներ, ավազակոպճագլաքարային խառնուրդով բեռնված կամազ եւ 2 էքսկավատոր։ Բեռնատարի եւ էքսկավատորների վարորդները ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։